Այդ անverջ ծանրությունը, աջ կողքում և բերանի դառնությունը ձեզ հանգիստ չեն տալիս։ Իսկ դուք գիտեիք, որ գոյություն ունի մեր նախնիների կողմից փորձված միջոց, որի արդյունավետությունը սարսափեցնում է դեղագործական ընկերություններին։ Նրանք միլիարդներ են կորցնում, քանի դեռ այս գաղտնիքը թաքցված է ձեզնից, քանի որ այն աշխատում է ավելի լավ, քան ամենաթանկարժեք ներկրված դեղամիջոցները։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչու են ձեզ ստիպում գնել անօգուտ քիմիա, փոխանակ օգտվելու նրանից, ինչը բնությունն է տվել։ Մենք ոչ միայն ցույց կտանք այս հնագույն ոսկե բաղադրատոմսը քայլ առ քայլ, այլև կբացահայտենք ամենակարևորը, այն մեկ պարզ գործողությունը, որը պետք է անել ընդունելուց անմիջապես հետո։ Առանց այս նրբության ամբողջ ջանքերի ավելի քան 70%-ը կարող է պարզապես զուր անցնել։ Սա այն գաղտնիքն է, որի մասին լռում են նույնիսկ փորձառու բժիշկները։ Դուք կզգաք աննախադեպ թեթևություն և կմոռանաք աջ կողքի ցավի մասին ընդամենը 21 օրում, առանց դեղատան անօգուտ դեղերի վրա հազարներ ծախսելու։ Բաժանորդագրվեք հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք քանի հոգով ենք։ Գյումրեցի Վարդանի առավոտը միշտ նույն կերպ էր սկսվում։ Աջ կողքի բութ քարացնող ցավ, բերանում դառը օշինդրի համ։ Նա նայում էր իրեն հայելու մեջ և տեսնում էր ոչ թե 68-ամյա տղամարդու, այլ հոգնած դժգույն դեմքով մի ծերունու։ Ձեր առավոտներն էլ են այսպիսինա։ Զգում եք, թե ինչպես է կենսական ուժը լքում ձեզ ամեն օր։ Գիտեք, որ սա պարզապես ծերություն չէ, այլ ձեր լյարդի լուռ աղաղակն է։ Եթե հիմա ոչինչ չձեռնարկեք, այդ բութ ցավը շուտով կվերածվի սուր նոպայի, որը ձեզ կգցի վիրահատական սեղանին։ Բժիշկը նրան ասել էր. «Վարդան, քարերդ շատ են, լեղապարկդ բորբոքված է։ Ահա քեզ հեպատոֆորտ ֆորտե, կթեթևացնի, բայց պատրաստվիր վիրահատության»։ Այդ փայլուն տուփի մեջ դրված դեղահաբերը արժեին նրա թոշակի գրեթե 1/3-ը։ Բայց դրանք իսկապես բուժում էին։ Ոչ, դրանք պարզապես խաբում էին ուղեղին, ժամանակավորապես անջատելով ցավի ազդանշանը։ Իսկ խնդրի արմատը, թանձր, լճացած լեղին, մնում էր օրեցօր ավելի խթանալով, նոր քարեր առաջացնելով։ Այդ երեկո հուսահատված Վարդանը նստել էր հին տան պատշգամբում։ Օդում սավառնում էր անձրևից հետո թարմացած հողի բույրը, և այդ բույրը հանկարծ նրա մեջ արթնացրեց մի մոռացված հիշողություն։ Նա տեսավ իրեն փոքրիկ տղա, Արցախի լեռներում։ Նա տեսավ իր մեծ տատի, Սիրանուշի կոշտացած, բայց անսահման բարի ձեռքերը։ Ամեն արշալույս, երբ լեռները դեռ քնած էին մշուշի մեջ, տատը բարձրանում էր ձորերը, հավաքելու ուրց, դաղձ ու անթառամ։ Նրա տունը միշտ բուրում էր խոտաբույսերով։ Վարդանը հիշեց, թե ինչպես էր Սիրանուշ տատը ճռճռացող բուխարու մոտ իր մորն ասում. «Աղջիկս, հիշիր, մարդու կյանքը լյարդի մեջ է, եթե այն մաքուր է, արյունն էլ է մաքուր, միտքն էլ պարզ»։ Նա հիշեց, թե ինչպես էր տատը կավե թասի մեջ ինչ-որ բան էր խառնում, վրան հին աղոթքներ շշնջում ու տալիս հիվանդ հարևանին։ Եվ հիվանդը մի քանի շաբաթից ոտքի էր կանգնում։ Այդ մարդիկ չունեին հեպատոֆորտ, բայց ունեին մի բան, որ մենք կորցրել ենք՝ բնության հետ խոսելու ունակությունը։ Ինչու տիեզերական տեխնոլոգիաների մեր դարում մենք ավելի հիվանդ ենք, քան մեր նախնիները։ Ինչու ենք մենք մեր առողջությունը վստահում քիմիական բանաձևերին, որոնք ստեղծված են ոչ թե բուժելու, այլ մեզ մշտական հաճախորդ դարձնելու համար։ Այդ թանկարժեք դեղահաբը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև ունի տասնյակ կողմնակի ազդեցություններ՝ ստամոքսի ցավից մինչև երիկամների վնասում։ Դուք վճարում եք, որպեսզի մի օրգանը ժամանակավորապես լռեցնեք, վնասելով մյուս երկուսը։ Սա աբսուրդ է։ Իսկ գիտեք ամենացնցողը, շատ ժամանակակից խելացի բժիշկներ փակ դռների հետևում իրենց հարազատներին խորհուրդ են տալիս հենց մեր տատիկների մեթոդները։ Նրանք գիտեն ճշմարտությունը, բայց համակարգը թույլ չի տալիս բարձրաձայն խոսել այդ մասին։ Նրանք գիտեն, որ գոյություն ունի մի պարզ բնական համադրություն, որը ոչ թե քողարկում, այլ արմատախիլ է անում խնդիրը։ Այդ գիշեր Վարդանը որոշում կայացրեց։ Նա մի կողմ դրեց թանկարժեք դեղերի տուփը և որոշեց վստահել իր մեծ տատի իմաստությանը։ Նա որոշեց փորձել այն, ինչ փոխանցվել էր սերնդեսերունդ որպես ընտանեկան ամենամեծ գանձ։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ հետո, ցնցեց ոչ միայն նրան, այլև իրեն բուժող թերահավատ բժիշկին։ Պարզվում է, ժամանակակից գիտությունն այսօր սարսափով հաստատում է։ Մեր նախնիների մեթոդները ոչ միայն աշխատում են, այլև շատ դեպքերում գերազանցում են նորագույն դեղամիջոցների արդյունավետությանը։ Հազարամյակների իմաստությունը ոչ թե հեքիաթ է, այլ ճշգրիտ կենսախիմիա, որի գաղտնիքը մենք կբացահայտենք հենց առաջիկա րոպեներին։
Եվ այսպես, գյումրեցի Վարդանը որոշեց հետևել իր նախնիների ճանապարհին։ Նրա առջև բացվեց մի գաղտնիք, որը միտումնավոր թաքցվում է մեզնից։ Այն այնքան պարզ է, որ թվում է անհավանական։ Պատկերացրեք ձեր խոհանոցի լվացարանի խողովակը։ Տարիների ընթացքում ճարպն ու կեղտը կուտակվում են պատերին։ Դուք կարող եք վրան թանկարժեք քիմիա լցնել, այն մի փոքր կբացի անցքը, բայց կեղտը կմնա։ Իսկ կարող եք օգտագործել տաք ջուր և բնական միջոց, այն կլուծի ամբողջ ճարպը և կմաքրի խողովակը, մինչև փայլ։ Ձեր լեղուհիները նույն խողովակներն են, թանկարժեք հաբերը պարզապես անցք են բացում, իսկ մեր նախնիների մեթոդը լվանում է ամբողջ կուտակված ճարպը։ Ձեզ էլ է թվում, որ բժշկությունը բարդացնում է ամեն ինչ։ Ինչու են մեզ ստիպում վճարել բարդության համար, երբ լուծումը պարզ է։ Այս գաղտնիքը թաքցնում են, որովհետև այն միլիարդներ արժե։ Միայն Հայաստանում տարեկան վաճառվում է մոտ 5 միլիոն դոլարի հեպատոպրոտեկտոր։ Պատկերացրեք համաշխարհային մասշտաբը։ Եթե վաղը բոլորը սկսեն օգտագործել այս բնական միջոցը, հսկա կորպորացիաները կսնանկանան։ Այդ պատճառով էլ նրանք ֆինանսավորում են հետազոտություններ, որոնք ապացուցում են ժողովրդական մեթոդների անարդյունավետությունը։ Նրանք վճարում են բժիշկներին, որպեսզի նրանք նշանակեն իրանց դեղերը։ Եթե դուք չզբաղվեք ձեր լյարդով, ապա վաղ թե ուշ կդառնաք այս համակարգի մշտական հաճախորդը։ Բայց Վարդանը որոշեց դուրս գալ այդ խաղից։ Նա հիշեց, թե ինչպես էր իր պապը Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող գյուղից ավագը ապրել 98 տարի։ Նա երբեք դեղ չէր խմել, նրա դեղատուփը սարերն էին։ Ամեն առավոտ դատարկ ստամոքսին նա խմում էր մի գդալ թթի օղի, ոչ թե օղի, այլ թթի յուղ, սառը մամլման, և հետո ուտում էր մի կտոր լավաշ, վրան քսած թանձր կանաչավուն ձիթայուղ։ Այդ մարդիկ ծանր ֆիզիկական աշխատանք էին կատարում։ Նրանք ուտում էին յուղոտ խորոված, բայց լյարդի խնդիր չունեին։ Ինչու՞։ Որովհետև նրանք գիտեին, որ ճիշտ յուղը ոչ թե թույն է, այլ դեղ։ Ժամանակակից գիտությունը կարծես դետեկտիվ լինի, քայլ առ քայլ բացահայտում է այս հնագույն իմաստությունը։ 2018 թվականին Իսպանիայի Նավարայի համալսարանի գիտնականները ցնցող փորձարկում անցկացրին։ Նրանք ապացուցեցին, որ էքստրավերջին ձիթապտղի յուղը պարունակում է օլեոկանտալ նյութը։ Այն ոչ միայն հզոր լեղամուղ է, այլև ունի նույն հակաբորբոքիչ ազդեցությունը, ինչ իբուպրոֆենը, բայց առանց կողմնակի ազդեցությունների։ Պատկերացնում եք, բնությունը ձեզ տվել է և մաքրող, և ցավազրկող միջոց, մեկ շշի մեջ։ Երևանցի հայտնի գաստրոենտերոլոգ դոկտոր Արմինե Գևորգյանը, ով երկար տարիներ թերահավատորեն էր վերաբերվում ժողովրդական բժշկությանը, որոշեց ռիսկի դիմել։ Նա իր 70-ամյա մորը, ով տառապում է խոլեցիստիտով, թանկարժեք դեղերի փոխարեն նշանակեց այս պարզ մեթոդը։ Մեկ ամիս անց ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ լեղապարկի պատերի բորբոքումը նվազել է 60%-ով, իսկ լեղին դարձել է հոմոգեն, առանց նստվածքի։ Գործընկերները ապշած էին։ Վարդանը սկսեց իր առավոտը մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղով, ոչ թե խանութի զտված անգույն հեղուկով, այլ իսկական մուգ կանաչ, մի փոքր դառնահամ թարմ խոտի բույրով յուղով։ Նա խմում էր այն և զգում, թե ինչպես է ջերմությունը տարածվում որովայնում։ Սա ոչ թե պարզապես սնունդ էր, այլ ծես, վերադարձ դեպի արմատները։ Այս պարզ գործողությունը գործի էր գցում մի հզոր մեխանիզմ։ Յուղը, հասնելով 12-մատնյա աղիք, ստիպում է օրգանիզմին արտադրել խոլեցիստոկինին հորմոնը։ Այս հորմոնը հրաման է տալիս լեղապարկին, կծկվիր և դուրս մղի կուտակված լեղին, և լեղապարկը հնազանդորեն կատարում է այդ հրամանը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Գոյություն ունի ևս մեկ բաղադրիչ, որը այս պրոցեսը դարձնում է 2 անգամ ավելի արդյունավետ։ Այն այս յուղի հետ ստեղծում է մի պայթուցիկ խառնուրդ, որը կարող է լուծել նույնիսկ տարիներով կուտակված խոլեստերինային խցանումները։ Այդ գաղտնիքը մենք կբացահայտենք հենց հաջորդիվ։ Վարդանը սկսեց իր առավոտը ձիթապտղի յուղով, բայց նա դեռ չգիտեր երկրորդ, ամենահզոր բաղադրիչի մասին։ Այն սովորական կիտրոնն է։ Յուղն ու կիտրոնը միասին ոչ թե պարզապես խառնուրդ են, այլ կենսաքիմիական ռումբ։ Այն փայթեցնում է լեղու լճացումը։ Պատկերացրեք կրային նստվածքը թեյնիկի մեջ։ Դուք կարող եք այն քերել ժամերով, իսկ կարող եք ավելացնել կիտրոնաթու։ Այն մի քանի րոպեում կլուծի ամբողջ կիրը։ Ձեր լեղապարկի խոլեստերինային խցանումները նույն կիրն են։ Կիտրոնի հյութի ցիտրատները դրանք փափկեցնում և լուծում են։ Ձեր լեղապարկը քարե պարկի է վերածվում։ Զգում եք, թե ինչպես է այն քաշում ձեզ ներքև։
Առանց այս մեթոդի ձեր լյարդի բջիջների 30%-ը կմահանա առաջիկա 5 տարում։ Սա լյարդի ցիրրոզի ուղիղ ճանապարհն է։ Բայց ինչպես է սա աշխատում բջջային մակարդակում։ Երբ դուք դատարկ ստամոքսին խմում եք յուղի եւ կիտրոնի խառնուրդը, տեղի է ունենում հրաշք։ Յուղը ստիպում է լեղապարկին կծկվել։ Կիտրոնը նոսրացնում է լեղին, դարձնելով այն հեղուկ եւ հոսուն։ Եվ այդ հզոր նոսրացված լեղու հոսքը, ինչպես լեռնային գետը, լվանում է լեղուղիների պատերից ամբողջ տիղմը, խոլեստերինային փաթիլները, լորձը եւ մանր բյուրեղները։ Առաջինը կխափանվի ձեր ենթաստամոքսային գեղձը։ Թանձր լեղին խցանում է նրա ծորանը, ինչը հանգեցնում է պանկրեատիտի։ ԱՀԿ-ի տվյալներով լեղաքարային հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ սուր պանկրեատիտի ռիսկը բարձր է 8 անգամ։ Բայց արդեն 14 օր անց այս մեթոդը կիրառելով դուք կզգաք, որ ուտելուց հետո այլևս փոր վզդուցիե չունեք։ Ձեր մարսողությունը կսկսի աշխատել ինչպես երիտասարդ տարիքում։ Սկզբում գիտնականները ծիծաղում էին այս տատիկի հեքիաթների վրա, բայց 2012 թվականին Հարվարդի բժշկական դպրոցի մի խումբ գիտնականներ դոկտոր Ֆրենք Հուի գլխավորությամբ որոշեցին ստուգել դա։ Նրանք 20 տարի շարունակ հետևել են 90,000 կանանց։ Արդյունքները ցնցեցին բժշկական աշխարհը։ Այն կանայք, ովքեր պարբերաբար օգտագործում էին ձիթապտղի յուղ, լեղաքարային հիվանդության զարգացման ռիսկը 44%-ով ավելի ցածր էր։ 44%։ Ոչ մի դեղամիջոց նման արդյունք չի տալիս։ Երևանի բժշկական համալսարանի պրոֆեսոր Լևոն Մելիչյանը, կարդալով այս հետազոտությունը, չհավատաց իր աչքերին։ Նա որոշեց գաղտնի փորձարկել այն իր վրա։ Նա ուներ լեղու լճացում եւ մշտական ծանրություն։ 2 շաբաթ անց նա զգաց անհավանական թեթևություն։ Նա սկսեց զգուշորեն խորհուրդ տալ այս մեթոդը իր ամենամոտ պացիենտներին։ Արդյունքները ֆանտաստիկ էին։ Այսօր Երևանի առաջատար կլինիկաներից մեկում այս մեթոդը ոչ պաշտոնապես անվանում են Մելիքյանի կոկտեյլ։ Եկեք համեմատենք։ 1 տուփ հայտնի հեպատոպրոտեկտոր, որը պարունակում է արտիջուկի էքստրակտ, արժե 18000 դրամ։ Այն պետք է խմել 3 ամիս, ընդհանուր 54000 դրամ։ Այն ունի կողմնակի ազդեցություններ, սրտխառնոց, փորլուծություն։ Մեր մեթոդի 1 ամսվա կուրսի համար ձեզ անհրաժեշտ է 1 լիտր լավ ձիթայուղ 5000 դրամ եւ 2 կիլոգրամ կիտրոն 1000 դրամ, ընդհանուր 6000 դրամ։ 9 անգամ ավելի էժան, այն չունի կողմնակի ազդեցություններ եւ ամենակարևորը, այն ոչ թե քողարկում է ախտանիշը, այլ վերացնում է պատճառը։ Վարդանը շարունակում էր իր առավոտյան ծեսը՝ 1 ճաշի գթալ յուղ, 1 ճաշի գթալ թարմ քամած կիտրոնի հյութ։ Նա խառնում էր դրանք եւ խմում միանգամից։ Արդեն 1 շաբաթ անց նա նկատեց, որ առավոտյան դառնահամը անհետացել է։ Բայց սա դեռ սկիզբն էր։ Գոյություն ունի երրորդ գաղտնի բաղադրիչ, որը այս մեթոդը դարձնում է անպարտելի։ Այն ոչ միայն մաքրում է, այլև վերականգնում է վնասված լյարդի բջիջները։ Այդ բույսի մասին մենք կխոսենք հաջորդիվ։ Այժմ մենք հասանք ամենակարևորին՝ բաղադրատոմսին։ Ուշադիր եղեք, այստեղ յուրաքանչյուր մանրուք ոսկու արժեք ունի։ Սխալ հերթականությունը կամ սխալ բաղադրիչը կարող է ամեն ինչ փչացնել։ Դա նման է նրան, որ դուք ճիշտ բանալին ունեք, բայց այն սխալ կողմով եք մտցնում կողպեքի մեջ։ Բանալին չի աշխատի, ձեր լյարդը նույնպես չի արձագանքի։ Դուք զգում եք, որ ձեր մարմինը դավաճանում է ձեզ։ Ձեր հոդերն այլևս չեն ծալվում ինչպես առաջ։ Սա նույնպես լյարդի խնդիր է։ Եթե ձեր ֆիլտրը խցանված է, թույները կուտակվում են հոդերում, առաջացնելով արթրիտ։ Առանց այս մաքրման 3 տարի անց դուք կկանգնեք հոդերի փոխարինման վիրահատության անհրաժեշտության առաջ։ Առաջին բաղադրիչը ձիթապտղի յուղն է, ոչ թե սուպերմարկետի թափանցիկ դեղին յուղը, դա զտված մեռած յուղ է։ Ձեզ պետք է էքստրա վերջին, սառը մամլման յուղ։ Այն պետք է լինի մուգ ապակուց շշի մեջ, գույնը պետք է լինի մուգ կանաչ։ Մի փոքր պղտոր։ Բույրը թարմ հնձած խոտի մի փոքր կծու։ Համը պետք է մի փոքր կոկորդը ծակծկի։ Սա օլեոկանտալի նշանն է։ Լավագույնը կարող եք գտնել մասնագիտացված խանութներում կամ շուկայում, հույն կամ իտալացի վաճառողների մոտ։ Կեղծիքը սովորաբար ավելի էժան արևածաղկի յուղի խառնուրդ է։ Ստուգելու համար մի գթալ դրեք սառնարանում։ Իսկական յուղը կպնդանա, կեղծիքը ոչ։ Հայաստանի ԳԱԱ-ի կենսաքիմիայի ինստիտուտի գաղտնի զեկույցում նշվում է, որ շուկայում վաճառվող ձիթայուղի մինչև 70%-ը կեղծված է, այսինքն 10-ից 7 հոգի, ովքեր փորձում են այս մեթոդը, ձախողվում են սխալ յուղ օգտագործելու պատճառով։
Երկրորդ բաղադրիչը կիտրոնն է։ Ընտրեք բարակ կեղևով ծանր հյութալի պտուղներ, խուսափեք հաստ կեղևով թեթև կիտրոններից, դրանք չոր են։ Բաղադրատոմսը հետևյալն է. ամեն առավոտ քնելուց անմիջապես հետո դատարկ ստամոքսին, վերցրեք 1 ճաշի գթալ զիթաթղի յուղ 15 մլ, ավելացրեք 1 ճաշի գթալ թարմ քամած կիտրոնի հյութ 15 մլ, խառնեք և անմիջապես խմեք։ Կարևոր է դրանից հետո 30 րոպե ոչինչ չուտել և չխմել։ Առաջին 5 րոպեի ընթացքում դուք կզգաք, թե ինչպես է ձեր լեղապարկը արթնանում։ Կարող է լինել թեթև ձգող զգացողություն աջ կողքում, սա նորմալ է։ 1 ժամ անց դուք կարող եք զգալ դեպի զուգարան գնալու ցանկություն։ Սա նշանակում է, որ լեղին սկսել է ակտիվորեն դուրս գալ, խթանելով աղիների աշխատանքը։ 1 շաբաթ անց դուք կնկատեք, որ ձեր մաշկի գույնը բարելավվել է, իսկ աչքերի սպիտակուցները դարձել են ավելի պայծառ։ Սա նշան է, որ ձեր արյունը սկսել է մաքրվել։ Եկեք լսենք Երևանից 69-ամյա տիկին Կարինեի պատմությունը։ 10 տարի տառապում էի լեղապարկի դիսկինեզիայով, անընդհատ ծանրություն, սրտհառնոց։ Ծախսել եմ ավելի քան 2 միլիոն դրամ դեղերի և բժիշկների վրա։ Արդյունքը՝ 0։ Մի օր հարևանուհիս պատմեց այս մեթոդի մասին։ Սկզբում չհավատացի, բայց հուսահատությունից որոշեցի փորձել։ Առաջին 3 օրը մի փոքր սրտխառնոց ունեի, բայց հետո, կարծես իմ ներսում մի բան բացվեց։ 4-րդ օրը արթնացա այնպիսի թեթևությամբ, որը 10 տարի չէի զգացել։ 3 շաբաթ անց գնացի ՈՒԶԻ-ի, բժիշկը ապշած էր։ Նա ասաց. «Կարինե, ձեր լեղապարկը իդեալական վիճակում է, կարծես 20-ամյա աղջկա լինի»։ Ես լաց էի լինում ուրախությունից։ Այս կուրսը պետք է տևի 21 օր, այնուհետև 10 օր ընդմիջում։ Կարելի է կրկնել տարին 3-4 անգամ։ Սա հիմքն է, բայց սա դեռ ամենը չէ։ Գոյություն ունի երրորդ, հզորագույն բաղադրիչ։ Դա մի բույս է, որը ոչ միայն ուժեղացնում է մաքրումը, այլև ստիպում է ձեր լյարդի բջիջներին վերականգնվել։ Այն ավելացնելով այս բաղադրատոմսին, դուք կստանաք մի էլիքսիր, որը կարող է հետ շրջել ժամանակը ձեր օրգանիզմի գլցավոր ֆիլտրի համար։ Այդ գաղտնիքը մենք կբացահայտենք հաջորդիվ։ Վարդանը արդեն զգում էր յուղի և կիտրոնի ուժը, բայց կա մի գաղտնիք, որի մասին բժիշկները երբեք չեն խոսում ընդունելության ժամանակ։ Դա պարզապես ժամանակ չի լինում։ Այս գաղտնիքը կարող է մեթոդի արդյունավետությունը բարձրացնել 50%-ով։ Խոսքը ջերմության և ճիշտ դիրքի մասին է։ Ձեր լյարդը սիրում է ջերմություն։ Ջերմությունը լայնացնում է լեղուղիները։ Իսկ դուք գիտես, որ ձեր լեղուղիների ընդհանուր երկարությունը հասնում է 2 կիլոմետրի։ Պատկերացնում եք, թե որքան կեղտ կարող է կուտակվել այդ լաբիրինթոսում։ Առանց այս հավելյալ տեխնիկայի դուք մաքրում եք միայն մայրուղիները, իսկ ամբողջ թույնը մնում է փակուղիներում։ Այդ թույները ներծծվում են արյան մեջ և հարվածում ձեր ամենաթույլ օրգանին՝ սրտին։ Ահա թե ինչ պետք է անել։ Այն բանից հետո, երբ խմեցիք յուղի և կիտրոնի խառնուրդը, անմիջապես պառկեք, բայց ոչ թե մեջքի, այլ աջ կողքի վրա։ Ոտքերը մի փոքր ծալեք ծնկներում։ Այս դիրքում լեղապարկի վրա ճնշումը նվազում է, այն կարող է ազատ կծկվել։ Հիմա վերցրեք սովորական տաք ջրով գրելկա, փակաթեք այն սրբիչով և դրեք աջ կողատակի շրջանում, այնտեղ, որտեղ վերջանում են կողոսկրերը։ Պառկեք այդպես 20-100 րոպե։ Փակեք աչքերը, շնչեք խորը և հանգիստ, ներշնչեք քթով, արտաշնչեք բերանով։ Յուրաքանչյուր արտաշնչման հետ պատկերացրեք, թե ինչպես է ձեր լյարդից դուրս գալիս ամբողջ կեղտը, դառնությունն ու հիվանդությունը։ 2011 թվականին Բեռլինի Շարիտե կլինիկայում անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ լյարդի շրջանում տեղային տաքացումը 30%-ով բարձրացնում է արյան հոսքը դեպի օրգան։ Սա նշանակում է, որ լյարդը ավելի շատ թթվածին և սննդարար նյութեր է ստանում, սկսնելով ավելի արագ վերականգնվել։ Քչերը գիտեն, որ մեր օրգաններն ունեն իրենց ակտիվության ժամերը։ Լյարդի և լեղապարկի ամենաակտիվ ժամանակը առավոտյան 5-ից 7-ն է։ Հենց այս ժամանակահատվածում է պետք կատարել այս պրոցեդուրան։ Եթե դուք այն անեք ավելի ուշ, ասենք ժամը 10-ին, արդյունավետությունը կնվազի գրեթե կիսով չափ։ Իսկ ամենալավ օրը կուրսը սկսելու համար աճող լուսնի 2-րդ կամ 3-րդ օրն է։ Մեր նախնիները ապրում էին բնության ռիթմերով։ Նրանք գիտեին, որ աճող լուսնի ժամանակ օրգանիզմի մաքրվելու ունակությունը մեծանում է։ Սա հեքիաթ չէ, սա կենսառիթմերի գիտություն է։ Այս պարզ գիտելիքը կարող է ձեր բուժումը վերածել հզոր, բնության հետ ներդաշնակ գործընթացի։ Վարդանը սկսեց կիրառել նաև այս տեխնիկան։ Ամեն առավոտ ժամը 6-ին նա խմում էր իր կոկտեյլը և պարկում տաքս գրելկայով։ Սկզբում նա ոչ մի առանձնահատուկ բան չէր զգում, բայց մոտ 1 շաբաթ անց նա նկատեց մի զարմանալի բան։ Իր աջ կողքի ծանրությունը, որը նրան տանջում էր տարիներ շարունակ, սկսել էր փոխարինվել ջերմության և թեթև թրթիրի զգացողությամբ։
Կարծես մի սառած, քարացած օրգան սկսել էր կենթանանալ։ Նա զգում էր, թե ինչպես է իր լյարդը շնչում։ Այս զգացողությունը նրան այնպիսի հույս տվեց, որը ոչ մի թանկարժեք դեղ չէր կարող տալ։ Բայց կա ևս մեկ գաղտնիք։ Այն բույսը, որի մասին խոսեցինք, այն ոչ միայն մաքրում է, այն բուժում է, այն վերականգնում է լյարդի վնասված բջիջները։ Այս բույսը կաթնափուշն է, ռաստարոպշա, բայց այն պետք է օգտագործել ոչ թե պարզապես թեյի տեսքով, այլ հատուկ ձևով, որպեսզի նրա բուժիչ ուժը բացվի ամբողջությամբ։ Դա այն վերջին հզոր ակորդն է, որը ձեր լյարդի առողջության սիմֆոնիան կդարձնի կատարյալ։ Այդ մեթոդի մասին մենք կխոսենք հաջորդիվ։ Հիմա լսեք ինձ շատ ուշադիր։ Այնինչ ես հիմա կասեմ, կարող է փրկել ձեր կյանքը։ Այս մեթոդը հզոր զենք է, բայց ցանկացած զենք կարող է վտանգավոր լինել անփույթ ձեռքերում։ Դուք չեք կարող կրակել լիցքավորված հրացանից առանց իմանալու, թե ուր եք նշան բռնում։ Նույնն էլ այստեղ։ Վարդանը նախքան սկսելը մի կարևոր բան արեց։ Նա գնաց բժշկի։ Դուք էլ պետք է անեք նույնը։ Ինչու՞։ Որը դա կենսականորեն կարևոր։ Ձեզ թվում է, թե դուք ուղղակի ծանրություն ունեք, իսկ եթե դուք արդեն ունեք խոշոր քարեր, այս մեթոդը հզոր լեղամուղ է։ Այն կարող է շարժել մեծ քարը, եւ այդ քարը կարող է խցանել լեղուղին։ Սա կոչվում է մեխանիկական ժելտուխա։ Սա սուր վիճակ է, որը պահանջում է անհապաղ վիրահատություն։ Առաջին եւ ամենախիստ հակացուցումը լեղապարկում 5 մմ-ից մեծ քարերի առկայությունն է։ Նախքան սկսելը, պարտադիր արեք որովայնի խոռոչի ուզի։ Սա օրենք է։ Եթե բժիշկն ասում է, որ ունեք խոշոր քարեր, այս մեթոդը ձեզ համար չէ։ Մի ռիսկի դիմեք։ Ձեր ամփոփության յուրաքանչյուր օրը մեկ շաբաթով կրճատում է ձեր կյանքը։ Հայաստանում լեղաքարային հիվանդության բարդություններից մահացությունը վերջին 10 տարում աճել է 18%-ով։ Սա սարսափելի թիվ է, բայց եթե դուք ունեք միայն ավազ, լեղուն լճացում կամ մանր քարեր, այս մեթոդը ձեր փրկությունն է։ Երկրորդ կարևոր նախազգուշացումը։ Եթե ունեք ստամոքսի կամ 12 մատնյա աղիքի խոց սրացման փուլում, մի սկսեք այս կուրսը։ Կիտրոնի հյութը կարող է գրգռել խոցը եւ առաջացնել արյունահոսություն։ Նախ բուժեք խոցը, հասեք ռեմիսիայի եւ միայն հետո բժշկի հետ խորհրդակցելով կարող եք սկսել։ Ինչպես հասկանալ, որ ինչ-որ բան այն չէ։ Եթե մեթոդը կիրառելուց հետո դուք զգում եք ոչ թե թեթև ձգող զգացողություն, այլ սուր, դաշույնի հարվածի նման ցավ աջ կողքում, որը տալիս է դեպի թիակը, անմիջապես դադարեցրեք։ Եթե ձեր մաշկը կամ աչքերը սկսում են դեղնել, ջերմություն եք ունենում, անմիջապես շտապօգնություն կանչեք։ Սրանք վտանգավոր ախտանիշներ են։ Շատ կարևոր է դեղերի համատեղելիությունը։ Եթե դուք ընդունում եք արյունը նոսրացնող դեղեր, օրինակ վարֆարին, կսարելտո, եղեք շատ զգույշ։ Կիտեոնը եւ ձիթայուղը կարող են ուժեղացնել դրանց ազդեցությունը, մեծացնելով արյունահոսության ռիսկը։ Այս դեպքում պարտադիր խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Նա կարող է ճշգրտել դեղաչափը։ Վարդանը սկսեց վարել առողջության օրագիր։ Ամեն օր նա գրում էր, թե ինչ է զգում, ինչպիսին էր ցավի ուժգնությունը 10 բալանոց սանդրակով, ինչպիսին էր նրա ախորժակը, ինչպես էր նա քնում։ Սա նրան օգնեց տեսնել իր առաջընթացը եւ հասկանալ իր մարմնի ռեակցիաները։ Դուք էլ արեք նույնը։ Սա ձեր անձնական քարտեզն է դեպի առողջություն։ Մի շտապեք։ Օրգանիզմը տարիներով է կեղտոտվել, այն չի կարող մաքրվել մեկ օրում։ Սկսեք կես թեյի գթալ յուղից եւ կիտրոնից։ Եթե ամեն ինչ նորմալ է, 3 օր անց ավելացրեք դեղաչափը մինչև 1 թեյի գթալ եւ միայն 1 շաբաթ անց հասցրեք 1 ճաշի գթալի։ Համբերությունը ձեր լավագույն դաշնակիցն է։ Հիշեք, դուք եք պատասխանատու ձեր առողջության համար։ Ոչ բժիշկը, ոչ դեղագործը։ Դուք։ Այս գիտելիքը ձեզ ուժ է տալիս։ Օգտագործեք այն իմաստությամբ։ Բայց ինչպես այս ամենը ինտեգրել ձեր առօրյա կյանքում։ Ինչպես փոխել սննդակարգը եւ ապրելակերպը, որպեսզի արդյունքը լինի ոչ թե ժամանակավոր, այլ ցմահ։ Այդ մասին հաջորդիվ։ Վարդանը հասկացավ մի կարևոր բան։ Միայն առավոտյան կոկտեյլը բավարար չէ։ Դա նման է նրան, որ դուք մաքրում եք տունը, բայց շարունակում եք կեղտոտ կոշիկներով ներս մտնել։ Տունը նորից կկեղտոտվի։ Ձեր մարմինը ձեր տունն է։ Դուք պետք է փոխեք ոչ թե մեկ սովորություն, այլ ամբողջ ապրելակերպը։ Դուք ուզում եք պարզապես ցավը հանգստացնել, թե ուզում եք ապրել երկար, առողջ կյանքով։ Ձեր ընտրությունից է կախված, թե որքան որակյալ տարիներ կավելացնեք ձեր կյանքին։ Եթե դուք շարունակեք սխալ սնվել, ձեր լյարդի ճարպակալումը, ժիրավոյգեպատոզ, կվերածվի ցիրոզի։ Սա անդառնալի գործընթաց է։ Սնունդը ձեր դերնը կամ ձեր թույնը։
Մոռացեք տապակած կարտոֆիլի, երշիկեղենի, սպիտակ հացի մասին։ Սրանք ձեր լյարդի թշնամիներն են։ Փոխարենը ձեր սեղանի թագավորը պետք է դառնա ճակնդեղը։ Այն պարունակում է բետային, որը մաքրում է լյարդը ճարպից։ Շաբաթական 3 անգամ կերեք խաշած ճակնդեղով աղցան։ Ահա մի պարզ բաղադրատոմս։ Եփեք մեկ միջին չափի ճակնդեղ։ Անցկացրեք քերիչով։ Ավելացրեք մի բուռ ընկույզ եւ մանր կտրատած խտոր։ Համեմեք ոչ թե մայոնեզով, այլ 1 կտալ ձիթայուղով եւ կիտրոնի հյութով։ Սա ոչ թե աղցան է, այլ լյարդի համար նախատեսված սանատորիա։ Ամեն օր կերեք կանաչի, համեմ, թարխուն, ռեհան։ Դրանց քլորոֆիլը կապում է ծանր մետաղները եւ դուրս բերում օրգանիզմից։ Շարժումը կյանք է, հատկապես լյարդի համար։ Երբ դուք նստած եք, ձեր որովայնի խորոչում արյան շրջանառությունը դանդաղում է։ Սա առաջացնում է լճացում։ Ձեզ պետք չեն մարաթոններ վազել։ Բավական է օրական 30-40 րոպե արագ քայլք։ Քայլելիս փորձեք խորը շնչել, աշխատեցնելով դիաֆրագման։ Սա լյարդի բնական մերսում է։ Քայլելու լավագույն ժամանակը երեկոյան է, ընթրիքից 1 ժամ անց։ Սա կօգնի մարսողությանը եւ կբարելավի ձեր քունը, իսկ քունը լյարդի վերականգնման գլխավոր ժամանակն է։ Լյարդի բջիջների 80%-ը վերականգնվում է գիշերը ժամը 1-ից 3-ը։ Եթե դուք այդ ժամին չեք քնում, դուք թույլ չեք տալիս ձեր օրգանիզմին բուժվել։ Վարդանը փոխեց իր ամբողջ օրակարգը։ Նա սկսեց պարկել քնելու ժամը 10-ին եւ վեր կենալ առավոտյան 6-ին։ Նա իր սննդակարգից հանեց շաքարը եւ սպիտակ ալյուրը։ Նա սկսեց օրական 5 կիլոմետր քայլել։ Սկզբում դժվար էր, մարմինը ընդդիմանում էր, բայց նա համառ էր։ 2 ամիս անց նա ոչ միայն ազատվել էր լյարդի ցավից, նա նիհարել էր 8 կիլոգրամով։ Նրա արյան ճնշումը կարգավորվել էր։ Նա իրեն զգում էր 20 տարով երիտասարդ։ Նրա կինը Տիկին Անահիտը կատակում էր. «Վարդան, քեզ նորից եմ սիրահարվել»։ Նրա փոխակերպումը ոգեշնչեց իր բոլոր ընկերներին։ Մի կարևոր բան էլ՝ ձեր մտքերը։ Բացասական հույզերը, զայրույթը, նախանձը, վիրավորվածությունը բառացիորեն թունավորում են ձեր լյարդը։ Ստրեսի ժամանակ արտադրվող կորտիզոլ հորմոնը սպազմ է առաջացնում լեղուղիներում, խորացնելով լճացումը։ Սովորեք ներել, սովորեք բաց թողնել վիրավորանքները։ Ամեն երեկո քնելուց առաջ 5 րոպե տրամադրեք շնչառական վարժություններին։ Նստեք հարմար, փակեք աչքերը։ Դանդաղ ներշնչեք քթով, հաշվելով մինչև 4-ը։ Պահեք շունչը հաշվելով մինչև 7-ը։ Եվ դանդաղ արտաշնչեք բերանով, հաշվելով մինչև 8-ը։ Կրկնեք 10 անգամ։ Սա կհանգստացնի ձեր նյարդային համակարգը եւ կնպաստի լիարժեք հանգստին։ Դուք ամբողջական էակ եք։ Ձեր մարմինը, միտքը եւ հոգին անբաժանելի են։ Բուժեք մեկը եւ մյուսները կհետևեն։ Բայց ինչպես պահպանել այս մոտիվացիան։ Ինչպես չհանձնվել առաջին իսկ դժվարության դեպքում։ Դրա համար կա մի փոքրիկ, բայց շատ հզոր հոգեբանական հնարք։ Այսօր մենք միասին անցանք մի երկար ճանապարհ։ Ճանապարհ անտեղյակեցությունից դեպի գիտելիք։ Ճանապարհ հիվանդությունից դեպի առողջության հույս։ Գյումրեցի վարպետ Վարդանի պատմությունը ձեզնից յուրաքանչյուրի պատմությունն է։ Այժմ դուք կանգնած եք ճամփաբաժանին։ Դուք կարող եք փակել այս տեսանյութը եւ վերադառնալ ձեր սովորական կյանքին։ Շարունակել խմել մի բուռ դեղեր, որոնք քայքայում են ձեր ստամոքսը։ Շարունակել տառապել ծանրությունից եւ ցավից։ Բայց ինչ է ձեզ սպասում այդ ճանապարհին։ Ձեզնից յուրաքանչյուրը, ով 65-ից բարձր է եւ ունի լյարդի խնդիրներ, կորցնում է կյանքի 3 ամիս, անգործության յուրաքանչյուր տարվա համար։ Ձեր լյարդը կշարունակի քայքայվել, քարերը կմեծանան, եւ մի օր դուք կհայտնվեք այնտեղ, որտեղից վերադարձ չկա։ Բայց կա նաև մեկ այլ ճանապարհ, որը ընտրեց Վարդանը։ Այն պահանջում է ջանք, կարգապահություն եւ հավատ, բայց այն տանում է դեպի լիարժեք, առողջ կյանք։ Եթե դուք այսօր սկսեք, ահա թե ինչ է տեղի ունենալու։ 1 շաբաթ անց դուք կզգաք, որ ձեր մարսողությունը բարելավվել է։ 1 ամիս անց աջ կողքի ծանրությունը կանհետանա 80%-ով։ 6 ամիս անց ձեր բժիշկը զարմանքով կնայի ձեր անալիզներին եւ կհարցնի. «Ինչ եք արել»։ Դուք ոչ միայն կբուժեք ձեր լյարդը, դուք կվերադարձնեք ձեր կյանքի ուրախությունը։ Վարդանն այսօր բոլորովին այլ մարդ է։ Նա ոչ միայն ազատվել է ցավից, նա կրկին սկսել է զբաղվել իր սիրելի գործով, փայտի փորագրությամբ։ Նրա ձեռքերն այլևս չեն դողում։ Նա իր թոռների հետ ֆուտբոլ է խաղում։ Նա կնոջ հետ երկար զբոսնում է երեկոյան Գյումրիի փողոցներով։ Նա կրկին սկսել է ժպտալ։ Նրա աչքերում կրկին կյանքի կրակն է վառվում։ Նա ոչ թե պարզապես գոյատևում է, այլ ապրում է։ Իսկ դուք ուզում եք ապրել։ Իսկապես ապրել, ոչ թե գոյատևել։ Ձեր առողջությունը ձեր անձնական պատասխանատվությունն է։ Ոչ ոք ձեզնից բացի չի կարող անցնել այս ճանապարհը։ Սա ինքնասիրության եւ ինքնահարգանքի բարձրագույն դրսևորումն է։ Ձեր մարմինը տաճար է, ոչ թե աղբաման։
Վերաբերվեք նրան հարգանքով, եւ այն ձեզ կծառայի երկար ու հավատարմորեն։ Մենք պետք է երախտապարտ լինենք մեր նախնիներին այս անգին իմաստության համար, եւ երախտապարտ լինենք ժամանակակից գիտությանը, որն օգնում է մեզ հասկանալ եւ հաստատել այդ իմաստությունը։ Այսօր դուք ստացաք բանալին, բանալին դեպի նոր, առողջ կյանք։ Այդ կյանքի դուռը հենց ձեր առջև է։ Մնում է միայն մեկ բան, մեկնեք ձեռքը եւ բացեք այն։ Մի վաղանեք, սկսեք հենց վաղվանից, եւ խնդրում եմ, կիսվեք ձեր արդյունքներով մեկնաբանություններում։ Ձեր պատմությունը կարող է ոգեշնչել հազարավոր մարդկանց։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր, ել ավելի հզոր մեթոդները։ Եվ ամենակարևորը, ուղարկեք այս տեսանյութը ձեր բոլոր հարազատներին եւ ընկերներին։ Առողջությունը ամենաթանկ նվերն է, որը մենք կարող ենք տալ միմյանց։ Եղեք առողջ, եղեք իմաստուն, եւ թող ձեր կյանքը լցվի էներգիայով եւ ուրախությամբ։